Ողջույն 24-ի եթերում հետագից Նևես Նարեկ Գալստյանը, ինչպես գիտեք, հետընտրական իրադարձությունների մասին քննարկումները շարունակվում են, ընդդիմությունը կամ ընդդիմության մի քանի կուսակցություններ առանձին սահմանադրական դատարան են դիմել, սահմանադրական դատարանը հուլիսի 26-ին բանավոր ընթացակարգով քննելու է այդ դիմումները, այդ օրը, ինչպես Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար հայտարարեց, որ նախաձեռնվելու է ինչ-որ միասնական հանրահավաք, այսինքն իրադարձությունները դեռևս որոշակի առումով զարգանում են, բայց դրա հետ միասին մենք 30-ամյա պատմության մեջ որոշակի անսովոր իրադարձություններ ենք ականատեսելնում, ինչն է ինչի մասին է խոսքը, ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրությունները կեղծվել է, բայց չկա որևիցե հետընտրական զարգացում։ Այս եւ այլ թեմաների շուրջ ես զրուցելու եմ Վանաձորի նախկին համայնքապետ, ուժեղ Հայաստան կուսակցության համամասնական ցանկով պատգամավոր ընտրված, բայց դեռևս մանդատների մասով խոսենք վերցնել թե չվերցնող Մամիկոն Ասլանյանին, պարոն Ասլանյան, ողջունում եմ։ Ես շատ շնորհակալ եմ հրավերից ընդունելու համար։ Պարոն Ասլանյան, հարց համար 1. Եթե ընտրությունները կեղծված են, ինչպես հայտարարում է ձեր քաղաքական թիմը, այստեղ վկայակոչեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ուր են մարդիկ, որոնք պիտի փողոցում բողոքեին այս ամեն ինչի դեմ։ Նախ ընտրությունները կեղծված կամ ապօրինությունների մասին ոչ միայն ընդդիմադիր ու մասնավորապես մեր ուժն է հայտարարել, այլ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է թերևս 2-3 տեղամասում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել։ Հետևաբար այն, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները անցել են ոչ հարթ, դա նույնիսկ ընդունում են իշխանությունները կամ իշխանությանը սպասարկող մարմինները սահմանադրական։ Հետևաբար դա միայն մեր պնդումը չի, դա Հայաստանի Հանրապետության այսօր գրեթե յուրաքանչյուր քաղաքացու պնդումն է, որ ընտրությունները անցել են ոչ պատշաճ, ոչ օրինական ճանապարհով, իսկ արդյունքների մասին թերևս քաղաքացիների մոտ հարցումները տարակարծության, կասկածի, հուսախաբության, հուսահատության տեղիք են տալիս։ Դա միայն մեր հայտարարությունը չի։ Այստեղ մի այսպես ռեպլիկ, հետո կգոյանք մյուս թեմային կանդրանանք։ ԿՀ-ն նման բան չի հայտարարել։ Ես հիշում եմ ինչա տեղ ունեցել, զինվորները եկել են քվեարկության, այդ ձեր ուժը եւ ոչ միայն ձեր ուժը հայտարարել են, որ սա համակարգված ընտրական process է, այսինքն հատուկ տանում են որպես իշխանության ընտրեն, ԿՀ-ն էլ հայտարարել է ռազուշ եկել են դա կասկածի տեղիք է տալիս, այս ընտրատեղամասերը բան են կանում։ Դուք լոկալ մեկնաբանության եք ենթարկում մի process, որը բոլորիս համոզմամբ, բոլորի համոզմամբ այդ 3 տեղամասում չի, որ նմանատիպ կամ այլ բնույթի թերություններ ու խախտումներ են եղել։ Գուցե դրանք բոլորը նորմալ չեն փաստաթղթավորվել ու չեն արձանագրվել, բայց դա դեռ չի նշանակում, որ ընտրախախտումների մասին եւ անվավերության մասին տեղեկությունները վերաբերում են զուտ այդ 3 տեղամասերում։ Ընտրությունները անցել են խայտառակ խախտումներով եւ դրանք գոնե թե հոգեբանական առումով մեծ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների եւ իրական արտացոլանքի վրա, որը վկայում են թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, թե քաղաքացիները։ Շատ լավ։ 1995 թվականն ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են, դուրս եկան փողոց։ 96 թվական նախագահական ընտրությունները ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են, դուրս եկան փողոց։ 98 ու 99 թվականը բաց ենք թողնում հաշվի առնելով միասնություն դաշինքի հետագա ստեղծումը եւ մեծ հաշվով Հայաստանում ընդդիմության որպես այդպիսին երևույթ այդ պահին չասեմ վերացումը, բայց դիրքափոխությունը 2003 թվականացին ընտրությունները կեղծվել են, դուրս եկան փողոց, ապրիլի 12-13-ի հայտնի իրադարձությունները 2004 թվական, 2005 թվականի այո ոչ ընտրությունները կեղծվել են դուրս փողոց, 2008 թվականի ընտրություններ, որը ավարտվեց մարտի 1-ը, եթե 2004 թվականի, երբ որ սահմանադրական դատարան գնաց ու մի տարվա վստահության հանրաքվեի մասին ու կրկին անարդյունք ըստ էության, այդ որ դեպքում է, որ ընտրությունների կեղծման մասին հայտարարություններից հետո դուրս են եկել փողոց եւ հասել են արդյունքի։ Գուցե հենց այս պահին ընդդիմության լիդերները եւ ընդհանրապես ովքեր որ զբաղված են, ովքերով որ զբաղված են դրանով, հենց այդ հաշվարկների մեջ են, որ
մարդկանց թերևս մեկ անգամ չհանել փողոց եւ նորից տուն չուղարկել եւ հենց դրա վրա են աշխատում, որ իրավական բոլոր մեխանիզմները ներպետական սպառվեն, որովհետեւ մենք հասկանանք, թե ինչ գործողություններն են, որ կբերեն արդյունքների եւ ոչ թե բուն ժողովրդին առանց ծրագրի այդ պահին գոնե, որովհետեւ նախ ընտրությունների արդյունքները դեռ վերջնական չունենք, մենք չգիտենք խորհրդարան որ ուժերն են անցել, ինչ կառուցակարգ է տիրելու ազգային ժողովում, հետեւաբար ընտրությունների կեղծված կամ Չէ, ԿՊ-ն իշխանության է մնում հասկանում Բարգավաճը անցնի չանցնի, ԿՊ-ն մնում իշխանության։ Չէ, Բարգավաճը ոչ միայն անցնի չանցնի, ելի եմ ասում, այդ լոկալ բաները բերել են ընտրությունների արդյունքների վրա, հիմա Բարգավաճին անդրադառնանք։ Եթե 3 տեղամասերով Բարգավաճը չի անցնում, ուրեմն դա ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն է ունեցել, չէ՞։ Ես ասում եմ, հետեւյալ իշխանությունը Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ընտրությունները կեղծվել են, հայ ժողովրդի Չկներեք Նիկոլ Փաշինյանի, որ հիմա լսենք, այս երկրում տիրում է չգիտեմ, խաղաղություն։ Ձեզ ձեռնոցան հետում, ասում է դուրս եկեք փողոց հեղափոխություն արեք։ Դա պրովոկացիա է, դա ձեռնոց նետել չի։ Մենք Նիկոլ Փաշինյանը հաստատ իօքուտ ընդդիմության չի խոսում, Նիկոլ Փաշինյանը խոսում է իօքուտ իր իշխանության վերարտադրության, որի ուղղությամբ ինքը կատարում է բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի աշխատանքները։ Հետևաբար ընդդիմությանը, այսպես ասած, թասիբի գցելով Նիկոլ Փաշինյանը հաստատ ընդդիմությանը իօքուտ չի խոսում եւ Ուզում է ցույց տա, որ երկրում չկա անարդարության մթնոլորտ, որովհետև հակառակ բaragայում մարդիկ դուրս եկան փողոց։ Նշում նույնիսկ այդ ներկայացված 3 դրվագներով չնայած նրան, որ էլի վնաս է պատճառվել ընդդիմությանը, Նիկոլ Փաշինյանի կողմից համակարգվող կամ իշխանությունների կողմից համակարգվող ԿՀ-ն ընդունել է, որ այդ տարածքներում տեղի են ունեցել անվավեր ընտրություններ։ Հետեւաբար դրա պրոյեկտումը Հայաստանի Հանրապետության վրա գոնե թե հոգեբանական առումով արկա է, իսկ մնացածը արդեն գիտեք ինչ, Նիկոլ Փաշինյանը ինքը փողոցային պայքարի փայլուն մասնագետ է եւ հասկանում է, որ փողոցային պայքարը արդյունավետ է լինում այն ժամանակ, երբ որ դրա հեռանկարները կան եւ այդ ժողովրդին կարելի է հանել փողոց մեկ անգամ եւ վերջին անգամ ու հաղթանակի համար։ Չկա այս պայն այդ նախադրյալները ինչի մասին Ես ոչ թե կարծում եմ մեր ուժի կողմից ակտիվ գործողություններ կատարվում են հենց հիմա էլ ընդդիմության համախմբման, հետընտրական համախմբման ճակատ ստեղծելու մասին, ուստի այդ գործողությունների վերաբերյալ ծրագրերը կան, բայց դրա վերաբերյալ որոշումները կլինի արդեն ընդդիմության ընդհանուր հայտարարի գալուց հետո։ Որքանով է պատեհ ձեզ հարցնել, բայց արդեն պարոն Ասլանյան, դուք համարյա պատգամավորին 5 պակաս եք, ուստի քաղաքական պատասխանատվության որոշակի բաժին ունեք։ Ընդդիմությունը ինչի է կամ Սամվել Կարապետյանը ինչի է գնում հետընտրական ընդդիմության միավորման, երբ որ շատ առավել էֆեկտիվ եւ արդյունավետ կլներ շատերի կարծիքով գնալ նախընտրական միավորման։ Սամվել Կարապետյանը նախընտրական միավորման ու համախմբման կոչ արել է նաեւ նախընտրական շրջանում եւ գրեթե բոլոր քաղաքական խաղացողների հետ վարվել են բանակցություններ այս կամ այն պատճառներով, որոշ մասի հետ համախմբումը տեղի ունեցել, որոշ մասի հետ տեղի չի ունեցել։ Հետևաբար Սամվել Կարապետյանը հաստատ այս նախընտրական եւ հետընտրական process-ում երբեք իր կոչմանը իր կողմից այդ ստանձնմանը հավատարիմ է մնացել, ուստի եւ Սամվել Կարապետյանը այն մարդը չէ, ում կարելի է չհամախմբման մեջ մեղադրել։ Ես նկատի ունեմ դա արդեն քաղաքական ճաշակի, քաղաքական կարողությունների չափման եւ քաղաքական ուժերին չճնշելու միջոց է նաեւ, որովհետեւ Սամվել Կարապետյանը առաջարկել է, դռները բացել է, ովքեր որ ցանկացել են բանակցել են, ովքեր չեն ցանկացել չեն բանակցել կամ մասնակցել կամ չեն մասնակցել, հետեւաբար այս պահին եւս մեկ անգամ ու կրկին Սամվել Կարապետյանը համախմբման կոչ է անում։ Ես 2 օրինակ կարող եմ բերել, որ 2 ուժերի, որոնք ընտրական շրջանում հայտարարեցին, որ փորձել են ուժեղ Հայաստանից գալ ընդհանուր հայտարարի չի ստացվել։
մեկը հայազգային կոնգրեսն էր, որ հայտարարեց, որ սկզբից սկզբնական շրջանում դաշինք էր քննարկվում, հետո կարծես թե ՀԱԿ-ին ընդհանրապես առաջարկվել էր հուշագիր ստորագրել, թե չեմ սխալվում։ Մյուսը ձեր վաղեմի բարեկամ Էդմոն Մարուկյանը Լուսավոր Հայաստան կուսակցության, որ նույնպես հայտարարեց, որ միավորում պետք է լիներ, չստացվեց, ու այսպես կարելի է շարունակել, այսինքն ուզում եմ ասել, այդ ուժերը, որոնք որ 17 ուժից մի 10-ը գոնե ընդդիմադիր դիրքավորում ունեին, այն ժամանակ միգուցե պետք է դրա այդ մարդկանց համախմբել, ոչ թե հիմա post factum։ Չէ, post factum համախմբելու նպատակը այլ է ճակատ ստեղծելու նախընտրական շրջանում համախմբելու նպատակը այլ է, հետեւաբար ես մանրամասներին բանակցությունների մեծ առումով արդյունքներին տիրապետում եմ, բայց ընթացքին չեմ տիրապետում, պարզաբանումներ չեմ կարող տալ, բնականաբար բոլորի հետ, միայն իրենց հետ չի եղել, շատ տարբեր ուժերի հետ եղել են շփումներ, եղել են բանակցություններ, թե որ ուժի հետ ինչ պատճառով չի ստացվել, այս պահին զերծ կմնա։ Լավ, այս պահին համախմբման այդ գործընթացը տեղի ունենում է թե ոչ։ Տեղի է ունենում, այո, արդեն կան դրական մեսիջներ, որ տեղի ունենում, գոնե թե մեծ ուժերից մեկի կողմից երեք լսեցի, որ շուտով կունենան լավ նորություններ։ Հայաստան դաշինքի մասին է խոսքը։ Դե այս պահին փաստացի հələ որ երկու ուժի վերջնական անդամացնելու դրա համար նախ հասկանանք, նաև 3 սահմանադրական դատանի կողմից հայտարարություն եղավ լսումներ նշանակելու, քննություն նշանակելու դատաքննություն, ուստի եւ նաև այդ կոնսոլիդացիան կարծում եմ հենց սահմանադրական դատարանի որոշման նախավորոշման շուրջը տեղի կունենա։ Այսինքն հարցեր առաջանում, այդ կանխեցիք ուզում ասի համախմբում եք, որ ինչ անեք, փաստորեն սա սահմանադրական դատա է։ Ես կարծում եմ, որ դա միասնական ընդդիմության որոշումը կլինի, կարծում եմ, որ սահմանադրական դատանը, որպես այս երկրի բարձր դատարան, պատասխանատու է նաև ոչ միայն այսօրվա իշխանությունների առջև կամ այսօրվա իրողությունների, այլ նաև ապագայի համար, որովհետև դատարանի վճիռը կներեք քաղաքական որոշում չի, որ այսօր կա 5 տարի հետո գուցե այլ քաղաքական կոնյունկտուրա լինի, սահմանադրական դատարանը կարծում եմ պիտի առաջնորդվի օրենքով եւ պատմության համար։ Այստեղ շատ այսպես ընդդիմադիր գործիչներ ասում են, որ ճիշտ է, սահմանադրական դատարան դիմելը այլ ընտրանք չուներ, եթե փողոցային պայքարի սկզբանը չէր գնում ընդդիմությունը, բայց որոշակի այսպես նաիվության ասեմ կամ լավատեսության մեջ է մեղադրում այն ուժերին, որոնք որ դիմել են, մեղադրում չասեմ այսպես, որակում, հա, որոնք դիմել են սահմանադրական դատարանին, ինչ առով ասում են հետեւյալը, որ սահմանադրական դատարանի 9 անդամներից 9-ն էլ նշանակվել են հենց օրվա իշխանության քաղաքացիական պայմանագրի կառավարման ժամանակաշրջանում, վերջին մարդը որ նշանակվել էր մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, Հրայր Թովմասյանն էր, գիտեք, այդ ամբողջ քերական գործերի պատմությունը, որի հետևանքով պարոն Թովմասյանը այլևս դա անդամ չէ։ Այսինքն ուզում եմ ասեմ, կա այդ հույսը, որ այն մարդիկ, որոնք որ նշանակվել են այնուամենայնիվ իշխանության քաղաքական կամքի շնորհիվ, իսկ նրանց մի մասն նաև քաղաքական դերակատարներ են այս կամ այն չափով եղել, ընդդիմության համար այսպես ձեռնտու ասեմ, ինչ ասեմ, որոշման գծում։ Հավատալը հայլ բան է, արձանագրումները հայլ բան են։ Ես օրինակ անցել եմ այս երկրի դատաիրավական, այդ ձեր ասած կամակորությունների մի շարք էտապներով եւ չնայած նրան, որ երբեք էլ չենք հավատացել, որ իմ կալանքի ապօրինի որոշումը այլ ատյան կվերացնի կամ հաջորդ էտապում կալանքի երկարացումը կմերժվի, ամեն դեպքում մենք բոլոր մեր փաստաբանները բոլոր ատյաններով ներկայացրել են բողոքներ, դիմումներ, որովհետեւ վաղը մյուս օրը, երբ որ մենք ուզենանք եվրոպական դատարանում բողոքարկենք, պիտի մարդու իրավունքների նաև այդ դատարանները պիտի Հայաստանի ներպետական բոլոր ընթացակարգերով անցնի։ Հետեւաբար, այստեղ հույսն ու արձանագրումները լրիվ այլ աստիճանի վրա են, հետեւաբար չսպառել դրանք եւ ուղակի ասել, որ քանի որ չենք հավատում, չենք դիմում, կարծում եմ ճիշտ չէ, որովհետեւ ըստ էության Նիկոլ Փաշինյանն էլ մոտ 700,000 քաղաքացի ընտրություններից առաջ չի վստահում եւ նրանց ձայն չի տվել, բայց Հայաստանի Հանրապետության օրենքներով ապրում է, Հայաստանի Հանրապետության կյանքով ապրում է, ու ոչ մեկ էստեղից չի գնում, ասելով թե քանի որ Նիկոլ Փաշինյանին չենք համարում վարչապետ, ուրեմն մենք այստեղ անելու բան չունենք։ Այդ նույն սկզբունքով էլ դիմվել է թե սահմանադրական դատարան, թե նաև վարչական կամ ԿԸՀ եւ այլը, որովհետեւ
ել եմ ասում, պիտի մենք այս երկրի քաղաքացիներն ենք, պիտի սպառենք այստեղ եղած ողջ օրենսդրական ռեսուրսը, որ դրանից հետո մենք նաև հասկանանք մեր հետագա քայլերը։ Այդ օրվա միասնական հանրահավաք անցկացնելու իմաստը ո՞րն է։ Ես այդ օրվա մասին կոնկրետ չգիտեմ, հենց միասնական Այն հայտնի հարցազրույցում դե Սամվել Կարապետյանը ասաց, որ կունենանք մեծ հանրահավաք, բայց չի մանրամասնել ու նաև ընդդիմադիր ուժերի հետ դեռ վերջնական որոշում չկա, թե դա երբ կլինի, երբ են նպատակահարմարվելու, ուստի զերծ կմնամ կոնկրետ հենց այդ օրվան վերաբերվող մեծ հանրահավաքի մասին այս պահին իրազեկում կատարելու։ Պարոն Ասայան, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի վերջին ելույթում բավական իր ձևակերպամբ կլինելով կրկոտ հռետոր, բավական կրկոտ ելույթ ունեցավ, ասելով, որ տեսեք, ասում է 5 պրոբլեմ է, ասում է, որ մեր երկրում 500,000 մարդ գնացել է եւ ձայն է տվել Ղարաբաղի վերադարձին, այսինքն այդքան մարդ պատերազմ է նորից ուզում, բայց ասում է, չէ, մենք հանգել ենք այն եզրակացության, որ այդ 500,000 մարդի գնացել են եւ ընտրակաշառքներով են ձայն տվել կամ նրանց մի մասը, մի սկզբից 100%, ասած հետո ասած 70% եւ այլն։ Ու մենք մինչեւ այսօր համացանցում տեսնում ենք այդ ընտրակաշառքների մասին տեսագրություններ, ձայնագրություններ։ Հիմա ձեր կուսակցության կողմից ասում է, որ դա սարկած է։ Եթե ավելի կարճ կոնկրետ ասեմ, էլի մոտավորապես։ Լավ, այդքան սարքել է հնարավոր։ Նիկոլ Փաշինյանի կոչումը այս պահին կայանում է նաև նրանում, որ երբ որ ավելի հանգամանալից, ավելի կոնկրետ պատասխաններ են իրենից ակնկալվում, կոնկրետ փաստերի ու երևույթների վերաբերյալ, ինքը ասում է, որ իմ արածները ընդամենը քաղաքական հայտարարություններ են։ Ուստի դատաիրավական ողջ կանոնակարգերը եւ այն գործերը, որոնք կունենան դատական հեռանկար, դատանում կտեսնենք դրանք ընտրակաշառքի դեպքեր են, թե դրանք լոկալ կենցաղային խոսակցություններ են, որոնք բերվել են որպես ինֆորմացիոն ուղեկցում ընտրությունների ընթացքին որոշ ուժերի համար այդ երկու մարդիկ խոսում են ինչ որ, չգիտեմ, պայմանական։ Գիտեք ինչ կա, բոլորս հասկանում ենք եւ գիտենք, որ ընտրությունները չեն անցնում առանց գումար ծախսելու։ Բոլոր ընտրությունների ժամանակ ծախսվում են գումարներ ու դրանք փոքր գումարներ չեն։ Հա, բայց դրանք դիլեն այդ գումարները լինում են աշխատողների, չգիտեմ, ակտիվիստ կդնեք, վստահ, ինչ որ կլինի, ես չգիտեմ, ընտրական process-ին մասնակցող անձանց գովազդի, չգիտեմ, տրանսպորտային ծախսերի եւ այլ, ես էլ եմ ընտրությունով անցել եւ կներեք ցանկացած փողի վերաբերյալ խոսակցություն չի նշանակում ընտրակաշառք։ Ընտրակաշառքը նա է, երբ որ կոնկրետ անձին շահագրգռում ես այս կամ այն կոնկրետ քաղաքական ուժին ձայն տալու համար։ Կներեք, ակտիվիստներ ներգրավելով կամ այդ կենցաղային խոսակցություններում, որ մենք լսում ենք 100,000-անոց գործի ընդունենք, թե 200,000-անոց գործի, դրանք վկայում են, կներեք, կենցաղային մակարդակի ցածրորակ խոսակցությունների մասին մեծ մասամբ, որոնք երբեք այս պահին գոնե քրեաիրավական գնահատականով ընտրակաշառք չեն կարող դիտվել։ Իսկ մնացած բոլոր դեպքերում կներեք, այնքան մարդ կա, եթե մենք այսօր կարողանայինք մեկ տեխնիկական նման միջոցներ ունենայինք ու գաղտնալսեինք ու դատարանի որոշում իշխանական կողմի խոսակցություններին, կարծում եմ շատ մեծ, ասենք, ռեզոնանսային խոսակցություններ կլսենք, բայց ցավոք մենք չենք տիրապետում այդ գործիքակազմերին եւ սահմանափակվում ենք մեր ունեցած այսօրվա այն ինչը, որ հրապարակում է իշխանությունների կողմից կամ հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական մարմինների։ Ուստի զերծ կմնամ իրավական գնահատականներ տալուց այն դեպքերում, քանի դեռ կոնկրետ անձանց մեղավորությունները կոնկրետ դրվագներով սահմանափակված չեն։ Իսկ այն դեպքերում, որտեղ որ այդ փողի, այդ էժան խոսակցությունները, չգիտեմ, ինչերի մասին կներեք, շատ լավ օրից չի, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի գրեթե փողի նկատմամբ ունի մեծ սեր եւ ցանկանում է առավելագույնս օգտվել ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Ուստի դրան ամեն դեպքում տալ ընտրակաշառքի քրեաիրավական գնահատական, դրա համար կան մարմիններ, դրա համար կան քննչական, հետագայում նաև դատական մարմիններ, որոնց կսպասենք, տեսնենք ում վերաբերյալ ինչ որոշումներ են կայացնում։ Բայց ձերբակալությունների չափը աննախադեպ է, այսինքն ձերբակալությունների չափի աննախադեպությունն է գալիս ասելու, որ
քննչական ու հակակոռուպցիոն մարմինները ուղղակի ինֆորմացիոն ուղեկցությամբ են զբաղված եղել տպավորություն ստեղծելու համար։ Մենք առաջներում ենք տեսել, չգիտեմ, տարբեր հանցագործությունների վերաբերյալ մամուլի կամ քննչական կոմիտեի հաղորդագրություններ, բայց այնտեղ սահմանափակվել են անվան առաջի տառերը գրելով եւ կուսակցություններին կոնկրետ չմատնանշելով, իսկ այս դեպքում նախընտրական քարոզչության շրջանում լոկալ դեպքերով ներկայացնել կոնկրետ մի կուսակցության կողմի համակիրների կողմից այդ ընտրակաշարքի կատարումները, դրանք ինֆորմացիոն ուղեկցման բնույթ են եւ քարոզչական նպատակներով են շատ հաճախ օգտագործվում։ Պարոն Ասլան, մանդատների չարչրկված մանդատների մասին ես վերջս սրա որոշումը վերցնում եք թե չեք վերցնում, երբ է կայացվել։ Կներեք, այդ մանդատների օրակարգ բերելը ում ձեռքի գործն է, որևէ դուք մեր կողմից նախաձեռնողականության կամ ընդդիմության որևէ բանի կողմից, բերեք տարբերակենք մանդատներ վերցնելու կողմնակիցների եւ չվերցնելու կողմնակիցների դրդապատճառները։ Մի խումբ անձինք, ովքեր որ ընտրություններին մասնակցել եւ շատ փոքր տոկոսներ են հավաքել, իրենց կողմից չարչրկվում էր այդ թեման, լսել եք, չէ, ասում եմ, տարբեր խումբ եւ քաղաքացիների մի ստվար զանգված, որոնք էմոցիաների տակ, նաեւ հաշվի առնելով հիասթափությունը, նաեւ հաշվի առնելով նախընտրական շրջանում իրենց կողմից առաջացած մեծ հույսերը, որ տեղի է ունենալու իշխանափոխություն եւ այս կամ այն ընդդիմադիր ուժը գալու է իշխանության, իրենց այդ հիացմունքը կամ հույսի մեծ դոզան այսօր փոխարինվել է էմոցիոնալ անկումով, որ ուղեկցվում է նաեւ հաճախ էմոցիոնալ հայտարարություններով մանդատները չվերցնելու կամ վերցնելու մասին։ Մանդատներ թե վերցնելը, թե չվերցնելը պիտի ունենա մոտիվացիա։ Հետեւաբար էսպային հայտարարել մանդատներ, ոչ թե էսպային, ընդհանրապես մանդատներ վերցնել, չվերցնելը, դա կեղծ օրակարգ է։ Բայց ինչի՞ է կեղծ։ Դա քաղաքական ժողովն է։ Եթե որևէ քաղաքական ուժ ցանկանում է իր պայքարը շարունակել այդ ուղղությամբ, պիտի ունենա պայքարի հստակ ճանապարհային քարտեզ կամ խորհրդարան, որը կարող է ուղեկցվել ժամանակ առ ժամանակ փողոցային շարժումներով, տակ պահելով փողոցը, հասարակությանը եւ խորհրդարանական ամբիոնը օգտագործելով նաեւ այդ փողոցային կամ ընդհանրապես ընդդիմադիր ձայները ակտուալ պահելու համար, կամ եթե փողոցը եռում է, կարելի է չվերցնել մանդատները եւ եւս ճանապարհային քարտեզ առաջարկել ու գնալ այդ ճանապարհային քարտեզով, որը կբերի իշխանափոխության։ Ես այս պայն զերծ կմնամ մեկնաբանություն, որովհետեւ ինձ համար ըստ էության այդ մանդատը ես պաշտոնից եմ հեշտ հրաժարվել, մանդատից էլ կարող եմ ու մեր կուսակցության մեջ որոշումներ կայացնելիս հաստատ որևէ մեկը մանդատի այդ չգիտեմ, սիրով առաջնորդելու որևէ բան չունի, այնտեղ որևէ մեկը պարապ չի, այնտեղ որևէ մեկը մարդ չի, որը որ այդ մանդատին ուղեկցող աշխատավարձերի ոչ միայն հուսինի, այլ դրա պատճառով կարող է ինչ-ինչ սկզբունքներից հետ կանգնել, մանավանդ կուսակցության ղեկավարն ու առաջնորդող մեր ուժը, հետեւաբար դրանք բոլոր որոշումները կայացվեն ընդդիմության հետ փոխգործության, կոնսենսուսի շրջանակներում եւ հստակ բացատրելով թե վերցնելու պատճառները, թե եթե որոշում լինի չվերցնելու պատճառները։ Ուստի այս բանը կարծում եմ զարգացումները կատեգորիա է այդ հարցը զես։ Գիտեք ինչ, օրակարգի շեղման կատեգորիա, այսինքն մենք ընտրությունների վիճարկումը, ընտրությունների արդյունքների վիճարկումը թողած դեռևս չեղած մնալ, մենք չգիտենք ում քանի մանդատ է դեռևս հասնում, որ հասկանանք։ Ենթադրենք մեր, չգիտեմ, մի ուժի 6-րդ համար հիմա հայտարարի, որ վերցնում է մանդատը, բայց այդ ուժը դեռ չունի այդ մանդատները, որ հայտարարություն ունի կամ չանի, ուստի ամեն ինչ իր ժամանակին եւ հիմնավորված ու մոտիվացված։ Տեսնենք, շնորհակալ եմ շատ, պարոն Ասլան, ժամանակ գտնելու ու ինձ հյուրընկալելու համար եւ այսպես իմ հյուրն էր Վանաձորի նախկին համայնքապետ, Ուժեղ Հայաստան կուսակցության համամասնական ցանկով պատգամավոր ընտրված Մամիկոն Ասլանը, մենք խոսում ենք ընտրական իրադարձությունից, ինչպես գիտենք հուլիսի 26-ին Սահմանադրական դատարանը միավորելով մեկ գործի շրջանակներում քննելու է ընդդիմության այսպես հայցերը ընտրական process-ի հետ կապված խնդիրների շուրջ, մենք լուսաբանելու ենք բոլոր իրադարձությունները, մնացեք խաղաղությամբ։